Ռուսաստանը կխորհրդակցի Հայաստանի հետ Իրանա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված ռիսկերը չեզոքացնելու համատեղ գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։ Հնարավոր է քննարկվեն որոշ համատեղ գործողություններ այս լարվածության հոսքը դադարեցնելու և հնարավոր հետևանքներին հակազդելու համար։ Տարածաշրջանային մակարդակով շփումների անհրաժեշտություն կա, այդ թվում 3+3 ձևաչափով։ Ռուսաստանի ժամանակակից մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ փոխգործակցությանը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համատեքստում գիտական կոնֆերանսի ժամանակ է Լիցկայը խոսել։ Ըստ նրա, Մոսկվան չի կարող դիտորդի դիրք ընդունել, երբ Իրանա-իսրայելական լարվածությունը սպառնում է Հարավային Կովկասի երկրներին։ Լիցկայի խոսքով Ռուսաստանը ամեն ինչ կանի տարածաշրջանի երկրներին պաշտպանելու համար։ Սրացումը հարվածում է տնտեսական նախագծերին, տարանցիկ միջանցներին, ենթադրում է փախստականների հոսք և ընդհանուր առմամբ ապակայունացում է հրահարում։ Իրան-Իսրայել ռազմական բախումը Հարավային Կովկաս չտեղափոխելու գործում Թեհրանն ապավինում է Մոսկվայի ջանքերին։ Ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանի խոսքով պատահական չէ, որ Իրանի համար այս բախտորոշ օրերին այդ երկրի գլխավոր դիվանագետը չի հետաձգել նախապես հայտարարված այցը Ռուսաստան։ Այն պայմաններում, որում Իրանն է արտաքին գործերի նախարարի ցանկացած ուղևորություն կարող է ավելորդություն լինել, բայց հասկանում եմ, որ դրա անհրաժեշտությունը կար։ Կար այնպիսի գաղտնի ինֆորմացիա, որ Իրանի արտգործնախարարը անձամբ էր ուզում փոխանցել Վլադիմիր Վլադիմիրիչին։ Ինչ տեղեկություն է Արաղչին փոխանցել Պուտինին, հայտնի չէ։ Ըստ բրիտանական Reuters-ի, Աբբաս Արաղչին Իրանի հոգևոր առաջնորդի նամակն է փոխանցել Պուտինին, որով Ալի Խամենեին օգնություն է խնդրում Ռուսաստանից։ Այժմ հայտնի չէ նաև, թե Մոսկվան ինչ է քննարկելու Երևանի հետ Իրան-Իսրայել հակամարտության ռիսկերը չեզոքացնելու համար։ Հայ փորձագետները մեծ հույսեր չեն կապում Հայաստանի իշխանության հետ։ Որոշողը Երևանը չէ։ Մենք դարանք ուրիշ պետություններից կախված մի տարածք, որի բախտը որոշում են երրորդ ուժերը։ Մեր ապագան որոշվելու է Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում երևի։ Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպողը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրը տապալողը Իրանն է, ըստ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի։ Մինչդեռ հիմա Իրանն օգնության կարիք ունի, ասում է նա։ Դիրքորոշում ունենալու համար դուք պետք է լինեք պետություն, պետք է ունենաք կառավարություն և դիվանագիտություն։ Մենք չունենք կառավարություն, մենք ունենք փողոցից եկած խումբ, որը պետություն ղեկավարել չի կարող։ Արևմուտքի ոտքը տարածաշրջանում պնդացնող Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ անվտանգության որևէ երաշխիք չեն կարող տալ եվրադիտորդները, եթե Իրան-Իսրայել պատերազմը տեղափոխվի Հարավային Կովկաս։ Ըստ քաղաքագետի, Իրան-Իսրայել ռազմական բախմանը Միացյալ Նահանգների միջամտությունը ավելի է խճճելու Իրան-Իսրայել թնջուկը։ Մենք որևէ նշանակություն չունենք ստրատեգիական Միացյալ Նահանգների համար։ Այս օրերին համացանցում պատերազմի շատ սցենարներ կան, սակայն դրանցից ոչ մեկը հուսադրող չէ։ Ըստ կանխատեսումների, հակամարտությունը շուտ չի հանգուցալուծվելու։ Ռմբակոծությունները շարունակվելու են և ինչպես Յուգոսլավիայում, ինչպես Իրաքում երևի փորձելու են ստիպել, որ Իրանը գնա կապիտուլյացիայի։ Եթե զենքերը չօգնեն, Թել Ավիվը կանցնի Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու պլանի իրագործմանը։ Չի բացառվում, որ էթնիկ խմբերի բախումների միջոցով Իրանում իշխանափոխություն լինի։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։